Հուլիսի 6-ին հաշվում է համբույրի միջազգային օրը։ Ձեր առաջին համբույրը հիշում եք։ Ոչ, ու երևի ոչ էլ ունենամ, եզույք չունեմ։ Իմ հեռախոսահամար Չէ, չունեմ։ Ում հետ կուզեիք համաշխարհային աստղերից համբուրվել։ Համաշխարհային աստղերից իրանք մահացած են արդեն երևի իմ մեծ հայերը էսի չամոթ հարցը չէ երևի մեր կուզենայի շփվեի ավելի շատ երևի Ֆրունզիկ Մկրտչյանի հետ եւ մեր մեծ մահացած խոսքի Գարեգին Նժդեի հետ կուզենայի շփվեի դե եթե համբույրին հասներ Հուլիսի 6-ին նշվում է համբույրի միջազգային օրը ձեր առաջին համբույրը հիշում եք Ոչ Դեռ չեմ ունեցել ասած հարցեր եք տալի Okay, բայց ում հետ կուզեիք համբուրվել օրինակ հայտնի մարդկանցից։ Համաշխարհային աստղերից։ Երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ։ Հուլիսի 6-ին նշվում է համբույրի միջազգային օրը։ Դուք ձեր առաջին համբույրը հիշում եք։ Առաջին համբույրը ում։ Ձեր ինչ-որ մեկի հետ։ Ով ում հետ եք համբուրվում առաջին անգամ։ Առաջինը ամուսնուս հետ եմ համբուրվել։ Ինչպիսին է զգացողությունները։ Խառը։ Պատմել անհնար է։ Իսկ առօրյայում սիրում եք համբուրել մարդկանց, երբ որ բարևում եք, թե սիրում եք որ շատ անպայման պետք է համբուրվեմ, թորներիս հետ եմ հիմի շատ համբուրվում, էներգետիկան համբուրի միջոցով եմ ես ստանում, շատ մեծ էներգետիկա եմ ստանում։ Հուլիսի 6-ին նշվում է համբույրի միջազգային օրը։ Ձեր առաջին համբույրը հիշում եք։ Հետո ինչ զգացողություններ ունեիք։ Հարցրել եք դուք։ Համեստություն անեմ չպատասխանեմ։ Լավ, իսկ ասեք ընդհանրապես սիրում եք համբուրվել։ Դա սիրո նշան է ձեզ համար, թե այդքան էլ չէ։ Չէ։ Սերը ուրիշ զգացողություն է, կապ չունի դրա հետ այդքան։ Մարդիկ իրար տեսնելիս բարևում են, ձեզ համար նորմալ է, թե չէ։ Տղամարդիկ հատկապես համբուրվելով։ Չէ։ Ինչու՞։ Ես իմ համար սենց է, թե շատ երկար չեմ տեսել մարդուն, ուղղակի սենց կգրկախառնվեմ թեթև ու վերջ։ Դրանով ոչ մի ոնց ասեմ, իմ զգացմունքները չեմ արտահայտում։ Բայց օրինակ իտալացիները, որ իրար տեսնում են, 3 անգամ մոտ բարևում են, դա սիրուն չէ։ Սիրունը չի հարցը, ջերմությունից է իրանց երևի։ Մենք ջերմ չենք։ Մենք ջերմ ենք, եթե անկեղծ ենք։ Բայց հիմա մի քիչ կորել է այդ անկեղծությունը։ Հուլիսի 6-ին ամբողջ աշխարհում նշվում է համբույրի միջազգային օրը։ Դուք ձեր առաջին համբույրը հիշում եք։ Այո։ Աստված։ Եղել է, երբ որ 19 տարեկան եմ եղել, չեմ կարող ասել։ Դասարանցի էր, ընկեր էր։ Զուտ ընկեր էր, սենց ծանոթ ընկեր էր։ Որտեղ էր ձեր առաջին համբույրը։ Ռոմանտիկ տեղ էր։ Այստեղ։ Այո։ Լուրջ։ Դե առաջին համբույրը միշտ լինում է հետաքրքիր, սենց ասում շատ magical է լինում, տենց կարամ ասեմ, զուտ լավ էր։ Հիմա այլի սիրում եք համբուրվել։ Այո, ինչու ոչ, սերը ամենտեղ է։ Հուլիսի 6-ին նշվում է համբույրի միջազգային օրը Հայաստանում եւ աշխարհում։ Կասեք ձեր առաջին համբույրի մասին հիշում եք։ Ում հետ էիք, ինչ զգացողություններ ունեիք։ Երևի թե արդեն մոռացել եմ, չեմ կարող։ Մի քիչ ժամանակապետ որ հիշեմ։ Առաջին համբույրի մասին հիշում եք։ Այդքան էլ Չեք հիշում։ Հուլիսի 6-ին նշվում է համբույրի միջազգային օրը։ Ուզում եի հասկանալ, ինչ որ սիրում եք, որ ուղղակի համբուրում են իրար մարդիկ, գրկում են ջերմ, երբ որ բարևում են իրար, թե համբույրը առանձնակի եք համարում ու պետք է համբուրել միայն նրանց, ում սիրում եք։ Չէ, իհարկե, եթե համբուրում ես, ուրեմն այդ մարդուն դու սիրում ես։ Հուլիսի 6-ին նշվում է համբույրի միջազգային օրը։ Ինձ կասեք, հիշում եք ձեր առաջին համբույրի մասին։ Բա բոլորը հիշում են։ Իսկ ասեք, սիրում եք, որ առօրյայում օրինակ տղամարդիկ բարևելուց իրար համբուրում են։ Չէ։ Ինչու։ Իսկ կանեսակ տղամարդ հավարի չի։ Իսկ նորմալ է, որ կանայք են համբուրվում։ Դա նորմալ։ Իսկ սիրո դրսևորում համարում եք համբույրը։ Չէ։ Այդքան էլ չէ։ Ավելի շատ ձևական է։ Իսկ ձեր բարեկամներին չեք սիրում համբուրել, երբ որ տեսնում եք։ Հա, իհարկե։ Գլխախառնվել, համբուրել։ Դա ձևական է։ Չէ, էդի ուղղակի որ ուշուշ ենք հանդիպում, զուտ կարոտում ենք, այդպես գարտայտում կարոտը։ Հուլիսի 6-ին նշվում է համբույրի միջազգային օրը։ Ինձ կասեք ձեր առաջին համբույրը հիշում եք։ Չէ։
Իսկ առհասարակ սիրում եք, որ առօրյայում մարդիկ իրար տեսնելիս համբուրվելով են բարևում։ Նորմալ եմ ընդունում։ Իսկ տղամարդիկ Մեկը ինձ համար։ ձեր առաջին համբույրը հիշում եք։ Առաջի երևի որ մտածեմ կհիշեմ։ Դպրոցում եք համբուրվել, թե արդեն մեծ եք։ Բայց ի՞նչ հարցեր եք տալիս։ Դուք սիրում եք, երբ առօրյայում տեսնվում են իրար հետ ու համբուրվում են օրինակ տղամարդիկ։ Տղամարդիկ չէ, բայց Կանանց է։ կանանց էլ այդքան չէ, բայց որ շատ երկար ժամանակ տեսած չես լինում, կարելի է։